Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Վենսը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական հարթակում։ Իր գրառման մեջ Թրամփը երախտագիտություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, մանրամասնել թե որ երկրի հետ որ ոլորտներում է գործակցելու։ Կայացել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման Հայաստան-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոլլերթի գլխավորությամբ։ Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի դեմ պայքարում։ Պետնախագահը հանդիպում է ունեցել իր ղեկավարած գերատեսչության աշխատակիցների հետ, ներկայացրել այն հաջողությունները, որոնք ձեռք են բերել վերջին շրջանում։ Նա նաև անդրադարձել է համակարգում առկա կոռուպցիոն մի շարք երևույթների։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայց է ներկայացրել Տեր Արամ Քահանայի դեմ, դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, նաև հատկացված բնակարանը, անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Տասնամյակների դեգերումներից հետո Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը վերջապես սեփական տանիքն ունի։ Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ։ Տեղի է ունեցել հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի ստորագրման արարողությունը, որի նպատակն է աշխատողների եւ գործատուների միջև փոխադարձ վստահության եւ պատասխանատվության մակարդակի բարձրացումն ու սոցիալական արդարության ամրապնդումը։ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Վենսը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։ Իր գրառման մեջ ԱՄՆ նախագահը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին։ Ցանկանում է շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանին անցյալ տարվա օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագրի պահպանումն ապահովելու համար։ Դա սոսկալի պատերազմ էր, այն 8 պատերազմներից մեկը, որոնք ես ավարտել եմ եւ այսօր մենք ունենք խաղաղություն եւ բարգավաճում։ Փետրվարին Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ շարունակելու մեր խաղաղարար ջանքերը եւ առաջ մղելու միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի նախաձեռնությունը։ Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, կկնքենք Հայաստանի հետ խաղաղ միջուկային գործակցության համաձայնագիր, պայմանագրեր կստորագրենք մեր առաջատար կիսահաղորդչային արտադրողների համար, նաև Ադրբեջանին կվաճառենք Միացյալ Նահանգներում արտադրված պաշտպանական նշանակության միջոցներ, ներառյալ զրահապաշտպանիչ հանդերձանք, նավակներ եւ այլ սարքավորումներ։ Կայացել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման Հայաստան-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոլլերթը ողջունել են նույն օրը Դավոսում հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ նախագահի նախաձեռնած խաղաղության խորհրդի ստեղծումը եւ կառույցին Հայաստանի որպես հիմնադիր անդամ միանալը։ Երկուստե գոհնակությամբ արձանագրվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը եւ որպես մեկ կարևոր ձեռքբերում առանձնանշվել է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի ընդունումը։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլ Քադիր Ուրալօղլուն Բաթման քաղաքում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպան ընթացքում նախարարը անդրադարձել է Զանգեզուրի ճանապարհային կապի թեմային, նշելով. «Ներկայում մենք շարունակում ենք Կարս Իգդիր Ալալըկ Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքները, որը կապահովի Զանգեզուրի ճանապարհային կապը, վերջինս էլ կհզորացնի միջին միջանցքի ներուժը։ Նախիջևանի նաև Հայաստանում եւ Ադրբեջանում համապատասխան հատվածների կառուցմամբ նախատեսվում է կյանքի կոչել Զանգեզուրի ճանապարհային կապը։ Ըստ Ուրալօղլուի դա ավելի արդյունավետ կդարձնի Չինաստանից Մեծ Բրիտանիա ուղևորվող բեռների երթուղին։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ քաղաքագետ Բարի երեկո Լիլիթ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները, թեպետ ամեն օրն է կարևոր կարծես դարձել եւ տեղեկատվությունը լույսի արագությամբ անդադ փոխվում է։ Բայց սկսենք ամենասկզբից, երբ Ադրբեջանը 4 հայ գերիներին, այսպես ասած, փոխանցեց Հայաստանին, որի դիմաց ստացավ 2
ահաբեկիչների, հա, այսպես թույլ տվեք ձևակերպենք։ Նախ ինչով էր պայմանավորված, որ հենց այս փուլում այս գործողությունը տեղի ունեցավ կամ այս գործարքը տեղի ունեցավ 4-ը 2-ի դիմաց, այլ ոչ թե 23-ը, այնտեղ մենք ունենք 19 գերիներ եւս, հաստատված նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ հանրության լայն շերտեր նշեցին, որ Միացյալ Նահանգների ձեռամսա տեղի ունեցավ։ Ինչպես կմեկնաբանեք այս գործողությունը, այս ժեստը Ալիևի կողմից եւ ինչու ոչ բոլորը, այլ 4-ը։ Նա կարծես գործարքի է նորից գնում։ Ես էլ միանշանակ համաձայն եմ, որ ամերիկյան կողմի, հայկական կողմի միջնորդությամբ, ամերիկյան կողմի օգնությամբ, այո, Ալիևը, որը իրեն այսպես ներկայացնում է որպես խաղաղասեր, նա պետք է քայլեր անի, որպեսզի Տրամպի վարչակազմին ցույց տա, որ ինքը իրոք գնում է խաղաղության։ Չնայած երբեմն նաև հակառակ քայլերն է անում, այսպես բալանսավորում է։ Քանի որ մարդկային ռեսուրսը ավտոկրատ երկրների համար ներողություն իհարկե հանդիսանում է բանակցային, այսպես խաղաթուղթ, ինչպես կասեր Տրամպը, նա միանգամից բաց չի թողնում, ինչ որ զիջումների կամ բարի ժեստի դիմաց, այսպես կաթիլ ներողություն իհարկե գնում է ինչ որ քայլերի, դա Ռուսաստանի դեպ նաև տակտիկան է գերիների փոխանակման, ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դա ավելի լուրջ թեմա է։ Ես կարծում եմ այնտեղ Ռուսաստանը եւ Ադրբեջանը գուցե ինչ որ պայմանավորվածություններ ունեն, որ դեռևս նրանք պետք է իմ կարծիքով մնան Բաքվում։ Բայց երբ որ գնում ենք խաղաղության, խաղաղությունը իրենց ենթադրում է հենց նույն օկուպացված տարածքից դուրս գալ, թեպետ նրանք մեր տարածքներում են դեռ սուվերեն տարածքում, այդ մասին բոլորը գիտեն։ Գերիների փոխանակում, ինչու չեն գնում դրանով, ինչ են ուզում դրանով ցույց տալ, որ ընդամենը 4-ն ենք տալիս, կաթիլ ինչ որ բաներ տալ, խղճահարության տեսքով, ինչ է սա նշանակում։ Սա իրական խաղաղություն չէ։ Եկեք ընդունենք, որ դա այդպես է։ Խաղաղություն նշանակում է սահմանների բացում, ոչ թե տրանզիտ ինչ-որ անցումներ։ Խաղաղություն նշանակում է տնտեսական հարաբերությունների պայմանագրային կառուցում, այսինքն իրավունքներ, պարտականություններ, այսպես, այսինքն սա ինչ-որ 1-2 անգամյա սահմանով անցնելու ինչ-որ միտում պետք է չունենա։ Տնտեսական լիարժեք հարաբերություններ։ Խաղաղություն նշանակում է չխոսել անխոչնդոտ ճանապարհի մասին, այնպես չանել, որ նախկին արտգործնախարար Մամեդյարովը խոսի ուրեմն երկաթուղու պատկանելիության մասին։ Մենք գիտենք, որ հենց այնպես Ադրբեջանում որևէ մեկը չի կարող այդպիսի հայտարարություն անել։ Խաղաղություն նշանակում է չանել հայտարարություններ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի, անկլավների, այսպես շարունակ։ Խաղաղություն նշանակում է չասել, որ այլևս աշխարհում ուժի իրավունքն է իշխում եւ ինչքան հնարավոր է լավ հարաբերություններ պետք է ունենանք, ինչքան հնարավոր շատ հարևանների հետ է։ Բոլորի կարծում եմ պետք է նշել, ոչ թե շատ հարևանների։ Այսպես ես ինքս Ալիևին չեմ վստահում, որովհետեւ չի կարող մարդը մեկ ամսում փոխել իր դիրքորոշումը, մեկ ամիս առաջ պահել իրեն այլ կերպ, այլ հարց է, որ այս պահին ես վստահ եմ Ալիևը չունի այն ռեսուրսը, որ Տրամպին այսպես ուղիղ հակառակ գնա, որը ամեն օր նշում է, որ եւ Փաշինյանն է իմ ընկերը, եւ Ալիևն է իմ ընկերը, նրանք խաղաղասեր են, Ալիևը պետք է մտնի այդ ամպլուայի մեջ։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք ուղղակի շատ կոպիտ է հնչում զորով ինչ-որ գործողություն կատարելու մի գործընթաց, նաև խոսվեց այն մասին, որ սա հակակշիռն է 907-րդ բանաձևի վիժեցման, այսինքն ցույց է տալիս, տեսեք, որ մենք, տեսեք ինչ խաղաղասեր ենք, մենք ցորեն, բենզին, նավթ, ամեն ինչ փորձում ենք տալ, իսկ դուք դեռ 907-րդ բանաձևը, գիտեք այդ բանաձևը շատ հայտնի, ինչ պատժամիջոցներ են ենթադրում, գերիներն էլ փորձում են այդ ամբողջի մեջ, այդ մի սրվակի մեջ տեղավորել, բայց այդուհանդերձ արդյոք հնարավոր կլինի խուսափել նրանց 907-րդ բանաձևի կիրառումից։ Եթե հանրապետականները այդպես լոբինգ իրականացեն, մենք գիտենք, որ հանրապետականը մեծամասնություն ունի եւ սենատում եւ ներկայացուցիչների պալատում, այսինքն կոնգրեսում, տեսնենք գուցե Տրամպը խնդրի արկախել ինչ որ մեթոդներ, համենայնդեպս մենք հիշում ենք, որ ԱՄՆ-Ադրբեջան արդեն առանձին համաձայնագրում կա կետ նույնիսկ ռազմական համագործակցության մասին, տարօրինակ է, որ Հայաստանի հետ կարծես ես այդպեսի բան չեմ հիշում, դա շատ կարեւոր է մեզ համար։ Տեսեք, Ալիևը չի կարող միջանցքի տրամաբանությանը դեմ գնալ, եթե Ադրբեջանով Հայաստանով չանցնեն բեռներ, ստացվում է Ալիևը խոչընդոտում է իր քայլերով։ Դրա համար իրենք չեն բացում սահմանը Թուրքիայի հետ միասին, բայց այսպես սիմվոլիկ քայլեր են անում ցույց տալու համար։ Նայած միջազգային ասպարեզում մենք ձեզ այդ բոլոր վերլուծությունների ժամանակ դա ենք խոսում ժամ առ ժամ, ինչպես դուք նշեցիք, իրավիճակ է փոխվում, չես կարող ասել Տրամպը ինչ քայլերի կգնա, նա անկանխատեսելի է։ Այս պայմաններում գնալ կտրուկ գործողություններ ասել ոչ, ես սահմանը չեմ բացում կամ գերիներ
տարիներին գոնե 2-3 հոգի չեն վերադարձնում, 4, դա չի լինի կոնստրուկտիվ ալևի տեսակետից, բայց օրինակ ինձ համար կարևոր է սահմանազատման գործընթացը, եթե թրիփը պիտի Հայաստանով անցնի, Հայաստան-Ադրբեջան հատկապես այդ հատվածը պետք է սահմանազատվի։ Անդադ խոսում են հանձնաժողովի հանդիպումների մասին, բայց ռեալ քայլեր այս պահին չենք տեսնում։ Սա էլ տեղից չի շարժվում։ Խոսեցինք տրիպից, անդրադառնանք եւս կարևոր մի թեմայի, հունվարի 14-ին Արտաքին գործերի նախարար Արադ Միրզյանը Միացյալ Նահանգներում էր, Սպիտակ տանը հանդիպեց գլխավոր պետքարտուղարի ներկայացուցչին, Ռուբիոյին ներողություն, եւ այնտեղ նրանք եկան այն համաձայնության, որ տրիպի 74%-ը Միացյալ Նահանգներն է կառավարում, 26%-ը Հայաստան։ Ինչ է սա ենթադրում, ինչ ռիսկեր է իր մեջ պարունակում, ինչ անվտանգության երաշխիքներ է պարունակում, ինչ է իրենց ներկայացնում այս մոդելը, որովհետև այնտեղ կա front office եւ back office եւ մի փոքր ավելի մանրամասնեմ, որ front office-ը ամբողջապես Միացյալ Նահանգներն է հսկում, միայն տեղեկատվություն տալիս է back office-ին Հայաստանին։ Ինչ է սա ենթադրում։ Քանի որ սա դեռ հռչակագրային բնույթ ունի, ես նշում եմ, սա համաձայնություն չի, այստեղ հատուկ նշված կետ կա, որ սա չի նշում շրջանակ, իրավունքների եւ պարտականությունների երկու կողմերի համար, այսինքն պետք է դեռ լինի պայմանագիր, որը վերաբերում է ստեղծվող այդ կոնցեսիոն կառավարմանը, տոկոսների հետ կապված կարող է փոփոխություններ լինել, գուցե դրական, գուցե բացասական, ինչպես դուք նշեցիք, հայկական կողմը այդտեղ ինչ իրավունքներ եւ պարտականություններ է ունենալու, ասում են տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանվում է, պետք է լինի փաստաթուղթ, մենք հիմա չենք կարող ասել ինչ տեղի կունենա ի վերջո, այո, խոսում են, որ շուտով ներդրումները լինելու են, բայց մինչև պայմանագիր չլինի, հսկողությունը չիմանանք ով է իրականացնելու, որովհետև ինձ համար կարևոր է նաև անվտանգային կոմպոնենտը, եթե երկաթուղին պատկանում է Ռուսաստանին, եթե Ադրբեջանը իմ կարծիքով անկեղծ չի խաղաղության իր ձգտմանը, այնտեղ պիտի լինի ԱՄՆ ներկայություն, դա ուժային ներկայություն, խոսքը բազայի մասին չի։ Չգիտեմ, դիտորդների տեսքով եւ այլն, համենայն դեպս սա դեռ հռչակագիր է, որը պիտի ունենա իր իրավապայմանագրային հիմքը։ Միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել, բայց այն, որ ամերիկյան կողմը պետք է բերել տարածաշրջան, այն, որ ինձ համար անընդունելի է ռուսական կողմի վերահսկողությամբ ՖՍԲ-ի եւ միայն ՖՍԲ-ի վերահսկողությամբ միջանցք տրամադրելը, դա միանշանակ է։ Բայց տեսեք, այստեղ նաեւ ռիսկերի մասին են խոսում շատ վերլուծաբաններ, ձեր գործընկերները, գոլեգաները, ասում են, որ ուղիղ հարվածում է հայ-իրանական հարաբերություններին այս ամենը։ Եվ Միացյալ Նահանգները հենց բուն դրա համար է շահագրգռված։ Արդյոք դուք համամիտ եք այդ կարծիքին կամ ինչ որ տրամաբանություն կա այդ ամենի մեջ, ինչ որ կարող է հարվածել, նույնիսկ ասում են հայերը իրավունք չեն ունենալու, ենթադրենք Երևան մեղրի երկաթգիծ կառուցել, Միացյալ Նահանգներն է որոշելու։ Որքանով եք այս մտքի հետ համակարծիք կամ դեմ։ Դե վերջինը դեռ սպեկուլյացիա է, մենք չենք կարող այդպեսի բան ասել, կրկնեմ, պայմանագիր չկա, ինչ վերաբերում է Իրանին, ես ռեալ պոլիտիկի կողմնակիցն եմ, այո, իհարկե ԱՄՆ-ն իր շահերից ելնելով է գալիս տարածաշրջան, եկել է ժամանակը հասկանալու, որ ոչ Ռուսաստանն է մեզ շատ սիրում, ներողություն իհարկե դա քաղաքագիտական տերմին չի, ոչ էլ ԱՄՆ-ն է մեզ շատ սիրում, ԱՄՆ-ն ունի իր շահերը, այլ հարց է, որ մեր շահերը կարող են համընկնել այդ պահին կամ չհամընկնել։ Ինչ վերաբերում է Իրանին, իրանական կողմի շահերն էլ ոչ հաճախ են մեզ հետ համընկնում, օրինակ Արցախի հարցում չէին համընկնում, կամ Հայաստանի ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում չէին համընկնում, կամ երբ Ադրբեջանը իր տարածքը տրամադրում է Իսրայելին, Ադրբեջանին չեն քննադատում, ներողություն, ինձ համար կարևոր է Հայաստանի Հանրապետության շահը, հայտոն որ Իրանի Իսլամական Հանրապետության, այո, Իրանը մեր հարևան երկիրն է եւ Հայաստանը բազմիցս նշել է, որ հայկական տարածքը չի կարող պլացդարմ դառնալ Իրանի վրա հարձակումների համար, բայց Իրանը պիտի գիտակցի, որ մենք այսօր ռուս-թուրքական ակցիայի մեջ ենք գտնվում եւ սա մեզ համար փրկության ինչ որ օղակներից մեկն է, ոչ թե մեզ ամեն անգամ տանի 3+3 հարթակ եւ իդեպ կարծում եմ Իրանի շահերից բխում է արևմուտքի հետ գնալ համաձայնության, Տրամպը ասում է բանակցում ենք, հակառակ պարագայում այսպիսի տնտեսությամբ Իրանը լուրջ խնդիրների առջև է կանգնում։ Խոսեցինք Ռուսաստանի Դաշնության, իր գործողությունների եւ վարքագծի մասին, հատկանշական է, որ մի քանի օր առաջ արտաքին գործերի նախարար Լավրովը մամուլի ասուլիս էր տվել եւ շատ կոշտ արձագանքեց Հայաստանի մասով եւ նշեց, որ չի լինում այնպես եւ ԵՄ-ում եք եւ ԵԱՏՄ-ում եք, կողմնորոշվեք, կամ ԵՄ-ում եք կամ ԵԱՏՄ-ում չեք, եթե ԵԱՏՄ-ում եք, ԵՄ-ում չեք, ինչ է սա նշանակում, ուղիղ սպառնալիք էր, հորդորեր, ինչ էր սա։ Նախ պարոն Լավրովը, չգիտեմ, քանի անգամից է ներողություն հասկանում, մենք հասկացանք, մի քանի անգամ պետք չի օրվա մեջ նշել, այո, Հայաստանը չի կարող լինել եւ ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում, բայց Հայաստանը այս պահին ԵԱՏՄ-ում է։ Ինչ քայլեր է անում Եվրամիության ուղղությամբ, ես չեմ կարող ասել, ես այդ գործընթացի մասնակից չեմ։ Նիկոլ Փաշինյանը մեկ նշում է, որ մենք դիմելու ենք թեկնածության համար, մեկ ասում է, որ կարող է անդամ չդառնանք, ես չեմ կարող ասել Հայաստանի իշխանությունները ինչ ծրագրեր ունեն, բայց Հայաստանը պիտի համագործակցի բոլոր
կողմերի հետ։ Այս պահին քանի դեռ Հայաստանը չի հայտարարել, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, Լավրովի հայտարարությունները վաղաժամ են։ Լավրովի մեկ հայտարարություն անել անդրադառնանք եւ Լավրովին հանգիստ թողնենք։ Նա հետեւյալ միտքն ասեց, որ Կալասը հայտարարել է, որ Հայաստանում ընտրությունները Ռուսաստանի Դաշնության պես կգործեն մոլդովական սցենարով։ Մոլդովայում Սանդուն նախագահ է դարձել ընտրակեղծիքների միջոցով։ Ինչ է սա։ Ես որքանով հիշում եմ, Ռուսաստանը մշտապես ճանաչել է Հայաստանում այն ընտրությունների արդյունքները, որով Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ, առաջիններից է շնորհավորել։ Մոլդովայում չեմ հիշում, հիմա չգիտեմ, ռուսական կողմը արդյոք փոխել է իր դիրքորոշումը, բայց Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հայ ժողովուրդը իր ձայներով կորոշի ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետ, եթե Ռուսաստանը տեսնի ռեալ ընտրակեղծիքներ, ոչ թե մտածածին, ինչպես Մոլդովայում, իսկ Մոլդովայում ընտրակեղծիքի մասին առաջին անգամ եմ լսում։ Եթե ընտրակեղծիքներ լինեին, մենք կտեսնեինք ժողովրդի բողոք։ Ռուսական շահերը պաշտպանող նախկին նախագահ կոռուպցիոներ Դոդոնը հանրահավաք էր հրավիրել, որտեղ 50 հոգի էին մասնակցում, չեմ կարծում է։ Իսկ եթե օրինակ Ռուսաստանում հանրահավաք հրավիրվի եւ իրոք թողնեն, որ հրավիրվի, կարծում ավելի շատ մարդ կմասնակցի։ Անդրադառնանք Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդին, որտեղ նա հրավիրել է նաեւ Հայաստանի վարչապետ Փաշինյանին, այնտեղ են զարմանալիորեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը, այնտեղ է Ալիևը, այնտեղ է Նեթանյահուն եւ այսպես շարունակ մի շարք եվրոպական երկրների առաջնորդներ այնտեղ չեն։ Մենք գնացինք, Եվրոպան չգնաց։ Ինչ է սա ենթադրում։ Նախ դա մտածածին խորհուրդ է, ես չեմ հավատում ներողություն, որ կունենա ռեալ ինչ-որ դրսևորում, իդեպ Նետանյահուն սկզբում մերժել էր։ Հետո քանի որ Թրամփը ասաց, որ խոսքը չի վերաբերում միայն Գազային, այլ Ուկրաինայի կոնֆլիկտը, ընդհանրապես դա ՄԱԿ-ն է նոր, Նետանյահուն այսպես մտածեց, նույնը անում է Պուտինը, Պուտինը դեռ չի համաձայնվել, նա ստացել է առաջարկը։ Ինչու մենք մերժենք, ներողություն կենցաղային ասեմ, վատամարդ լինենք Թրամփի հետ, ավելի լավ է Մակրոնը եւ եվրոպացիները, Կանադան, եթե գլխավոր երկրները Եվրոպայի չեն համաձայնվում, անիմաստ է։ Իդեպ սա առաջին Թրամփի առաջարկը չի, նա նոր G5-եր չէ ուզում ստեղծել Հնդկաստան, Ճապոնիա, Ռուսաստան, ԱՄՆ, այսինքն նա անդադ Չինաստան, այդպիսի մտորումների փնտրտուքների մեջ է, բայց ես կարող եմ նշել, որ օրինակ վերջին հարցումներով 85% ԱՄՆ բնակչության դեմ է Գրենլանդիայի հանդեպ որևէ գործողությունների, արդյոք միջանկյալություններից առաջ ԱՄՆ նախագահը կգնա ռիսկային քայլերի։ Դե արդեն կարծես պատժամիջոցները նվազեցրեց, այնտեղ հանեց որոշակի բաներ անհասկանալի։ Որովհետև հունվարի 20-ը սև օր էր մարքետներում ԱՄՆ, հոկտեմբերից հետո ամենամեծ անկումն է եղել, գիտեք, ԱՄՆ բիզնեսի երկիր է եւ Թրամփը Կանադան էր իրեն միացնում, Մեքսիկան էլ, չխոսենք Վենեսուելան արդեն իրենն է։ Այո, Իրանի վրա էր հարձակվել։ Ես նկատում եմ, որ այն երկրները, որոնք կոշտ են պատասխանում Թրամփին, այդքան մեծ սանկցիաների տակ չեն հայտնվում, որքան այն երկրները, որոնք շատ հեշտությամբ են համաձայնում։ Թեպետ նա նշում է, որ տեսեք, վերջ մենք ձեզ կփոշիացնենք, Իրանին էլ վերջերս նման հայտարարություն արեց։ Եվ վերջում փորձենք Լիլի ջան ամփոփել, ինչ օրակարգում եւ ինչ աշխարհակարգում ենք ապրում։ Կարծես դարձել է մի բան, որ ուժն է ծնում իրավունք, եթե ուժեղ ես, ուրեմն միջազգային արտարժույթը քոնն է, իրավունքը քոնն է, եթե ուժ չունես, պարտվող ես, դիրքերդ թույլ է, հա, ու զուգահեռներ են տանում նույնպես ձեր գործընկերները, մի շարք վերլուծաբաններ, որ Հայաստանը երբ որ Արցախը միասին էր հայկականներ, ավելի ուրիշ տեսքով էր բանակցում, քան այժմ։ Այս մասով ձեր մեկնաբանությունը եւ փորձենք ամփոփել։ Արցախի հետ կապված կարճ ասեմ, Արցախը հայկական էր, բայց Արցախը այնպես չէին անում, որ միշտ լինի հայկական, այսինքն բանակի թույլատումը, կոռուպցիան, Արցախի հարցում միջազգային ասպարեզում սխալ քայլերը եւ մեկ կետից կախված լինելը չի նշանակում, որ Արցախը հայկական էր։ 20 տարի հայկական էր, 40 տարի կարող է լինել ադրբեջանական եւ այսպես շարունակ, նայած Ռուսաստանը այդ կոնֆլիկտը ինչպես կխաղարկի։ Իդեպ ես չեմ բացառում, որ նույնիսկ եթե Հայաստանը հրաժարվում է Արցախի հարցից, ով ասաց, որ Ռուսաստանը ինքնուրույն չի կարող օրինակ արցախցիներին խնդրել միանալ Ռուսաստանին։ Ես սա ֆանտաստիկ սցենար չեմ համարում, հիշում եք, այդպիսի խոսակցություններ իդեպ կային, որ կարող է այնտեղ այդպիսի եւ վստահ եմ արցախցիներ կլինեն։ Շատ են ուզում։ Եվ ռազմաքաղաքական ղեկավարությունից էլ որ կհամաձայնվեն դրան, այնպես որ Ալիևի համար փակ չի Արցախի հարցը։ Իսկ ինչ վերաբերում է ուժն է ծնում իրան սկզբունքին, ես Գարեգին Նժդեի մեծ երկրպագուն եմ, դա դեռ վաղուց է ասվել։ Այո, միջազգային իրավունքը մշտապես դա նորություն չի, զուգահեռաբար գործել է ուժի հետ։ Եվ եթե Հայաստանի նույնիսկ հարևան Ադրբեջանն է ասում, որ այսուհետ գործելու է ուժը, կարծում եմ սա մեզ համար հստակ ազդակ պետք է լինի, որ երկուսն էլ պետք է կիրառել։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել իր ղեկավարած գերատեսչության աշխատակիցների հետ, ներկայացրել այն հաջողությունները, որոնք ձեռք են բերել վերջին շրջանում։ Նա նաև անդրադարձել է համակարգում առկա կոռուպցիոն մի շարք երևույթների, ընդգծել, որ լինելու է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի դեմ պայքարում։
Ոչնչից չվախենաք եւ ոչնչից չընկրկեք, շարունակեք նույն ոգով, հորդորեց պետնախագահ Էդուարդ Հակոբյանը իր ենթականների հետ հանդիպման ժամանակ։ Իսկ հանդիպման նպատակն էր կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների արդյունավետ համակարգումը, որին բախվում է գերատեսչությունը վերջին շրջանում։ Նրա խոսքով կառույցն արդեն իսկ առողջանում է եւ դրա մասին են վկայում այն ձեռքբերումները, որոնք ունեցել է ՊԵԿ-ը։ Ըստ նրա այդ ձեռքբերումներից են տարեկամուտքերը, նաեւ խոշոր բացահայտումները ստվերի եւ մաքսանենգության հետ կապված։ Էդուարդ Հակոբյանի խոսքով կառույցի ձեռքբերումներն են, որ որոշակի շրջանակների հանգիստ չեն տալիս, նրանց մշտապես վախի մեջ են պահում։ Նա ընդգծեց կոռուպցիայի նկատմամբ որդեգրած զրո հանդուրժողականությունը պետք է լինի անխախտ եւ շարունակական։ Իրականում կոռուպցիան ու ստվերը չարիք են բառից ամենաուղիղ իմաստով։ Եվ երբ որ ինչ որ մեկը թույլ է տալիս, որ այդ չարիքը իր միջավայրը պղտորի, տեղի ունենում այն ինչ որ տեղի ունենում։ Եվ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում, եւ դա է պատճառը, որ այսօր ունենք այսպիսի երևույթներ։ Էդուարդ Հակոբյանը նկատեց, որ համակարգի ներսում առողջացման միտումներից են նաեւ այն խոշոր մի քանի տասնյակ բացահայտումները, որոնց մասին չեն բարձրաձայնվել։ Վերջինս հիշեցրեց այն կարևոր սկզբունքները, որոնք որդեգրվել են, վստահեցնելով այդ ուղուց չեն շեղվելու որպես պետական պաշտոնյաներ եւ մարդիկ, որոնք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Չի հանդուրժվելու միջակցությունը հին կարծրատիպերի դրսևորումը։ Երկրորդ, մարդակենտրոնությունը եւ մարդկային արժեքները լինելու են առաջին տեղում եւ կան առաջին տեղում։ Հայրենիքի զարգացմանը նվիրումը պետք է նկատվի բոլոր գործողություններում։ Կոռուպցիոն եւ անօրինական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու։ Պետնախագահն իր ելույթում հայտնեց, որ առաջիկա կարևոր անելիքներից են լինելու կադրային փոփոխությունները։ Հիմնական նպատակը համակարգի ներսում կոռուպցիոն երևույթներից վերջնականապես ազատվելն է։ Այլ թեմաներ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին 2 հայց է ներկայացրել Տեր Արամ Քահանայի դեմ դատարանից բանջելով պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, նաև հատկացված բնակարանը։ Անցնող քրեական քրոնիկոն։ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 300 միլիոն դրամ գրավ է վճարել եւ ազատ արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց են տրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Դատախազությունը վերանայման բողոք է ներկայացրել դատարան։ Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ։ Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ականհայտ անհամաչափ եւ ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է եւ օրերս մուտքագրվելու է եվրոպական դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի եւ եւս 3 անձի նկատմամբ։ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։ ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Գլխավոր դատախազության վարույթներով 2025 թվականին պետությանը պատճառած վնասները վերականգնել են հանրությանը լավ հայտնի նախկին պաշտոնյաներ եւ նրանց ընտանիքի անդամներ։ Նրանց թվում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ՀՀԿ-ական նախկին պատգամավորների հարազատներ։ Դատարան ուղարկված վարույթներով առաջատար են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց գործերը։ Ջրային պարեկներն ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել, հսկողությունը շարունակվում է։ Սևանա լճից զիկ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի 72-րդ կիլոմետր հատվածում կանգնեցրել են Ծովագյուղի 37-ամյա բնակչի վարած Opel Magnesh-ի մեքենան։ Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա 520 զիկ տեսակի ձուկ, ընդհանուր 149 կիլոգրամ եւ 2.4 կիլոգրամ ձկնքիթ։ Հայտնաբերվածը հանձնվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Բուսական եւ կենթանական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում է։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի եւ Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղաներ տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվել եւ տեղափոխվել է վարչություն, խոզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է կպչուն ժապավենով 4 փաթեթ եւ գաղտնի փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված միջոցառման արդյունքում նույն օրը հայտնաբերվել եւ վարչություն է տեղափոխվել նաեւ 17-ամյա մյուս պատանին։ Պարզվել է, որ վերջին
նույնիսկ թմրամիջոցով փաթեթները տվել է համագյուղացին Սարամեջի բնակիչ մեկ այլ 17-ամյա պատանի։ Նա էլ նույն օրը ձերբակալվել է։ Ըստ պատանիների, նրանք իբր գտել են թմրամիջոցով փաթեթները, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։ Կատարված զննությամբ տղաների նշված վայրում հայտնաբերվել է մարիխուանայով 19 փաթեթ։ Դատարանի որոշմամբ նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողությունը համակցված բացակայելու, արգելքի եւ դասյարակչական վերահսկողության հետ։ Դատարանի վճռով Սևան ազգային պարկ պոակինը վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 15000 քառակուսի մետր մակերեսով հողամասը։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 5.682.000 դրամ։ Տասնամյակների դեգերումից հետո Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը վերջապես սեփական տանիքն ունի։ Նոր ժամանակակից շենքը թույլ է տալիս թատրոնին շարունակել իր ստեղծագործական առաքելությունը, կազմակերպել պրեմիերաներ, փորձարարական ներկայացումներ եւ մշակութային միջոցառումներ։ Պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այն թատրոնն էլ 20 տարեկան է, շենք չունի։ Ես բոլոր նախագահներին, բոլոր քաղաքապետերին դիմել եմ, գլխավոր ճարտարապետին, Հայաստանում թատերական շենք ոչ մի անգամ չի կառուցվել։ Թատրոնը շատ մեծ վիթխարի դեր ունի խաղալու մեր հասարակության կյանքում։ Վիթխարի դեր ունի խաղալու պետականությունը կառուցելու գործում։ Վիթխարի դեր ունի խաղալու մատաղ սերունդին եւ ոչ միայն դասիրակելու գործում։ Տասնամյակների դեգերումներից հետո Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը վերջապես սեփական տանիք ունի եւ պատրաստ է նոր փուլ սկսել մեծ ակնկալիքներով եւ նոր բեմադրություններով։ Արդեն տեղի է ունեցել թատրոնի նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ։ Վարչապետն ու նախարարը շրջայց են կատարել շենքում, ծանոթացել ստեղծված ժամանակակից պայմաններին եւ գնահատել թատրոնի ապագա գործունեությունը։ Իսահակ Ներսիսյանի նախագծով 2019 թվականին մեկնարկած նոր շենքի շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի եւ բարերարների միջոցով։ Պետական բյուջեից համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման եւ գույքով համալրման նպատակով հատկացվել է ավելի քան 275 միլիոն դրամ, որից 205 միլիոնը ծախսվել է գույքի եւ սարքավորումների ձեռքբերման, իսկ 70 միլիոնը շինարարության վրա։ Մասնավոր ներդրողներն ու բարերարները եւս մեծապես աջակցել են, ապահովելով ժամանակակից տեխնիկա, լուսային եւ ձայնային համակարգեր, հակահարդեհային ու ջեռուցման լուծումներ։ Թատրոնն այժմ համալրված է նոր բեմով, ժամանակակից հանդերձարաններով եւ դիմահարդարման Առաջին հարկում գործում է փոքր բեմ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը ավելի քան 230 հանդիսականի համար, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպելու ինչպես պրեմիերաներ, այնպես էլ մշակութային տարբեր միջոցառումներ։ Նոր շենքի բացումը նշանավորվել է Մորիս Մետերլինկի Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը ներկայացման առաջնախաղով։ Գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով ներկայացումը խորհրդանշական է։ Այն թատրոնի մասին պատմող ներկայացում է, որը միաժամանակ ցույց է տալիս թատրոնի ստեղծագործական հնարավորություններն ու նոր նախադրյալները։ Այն ինչ այսօր կատարվում է իսկապես հրաշք է եւ մեզ համար իսկապես շատ հուզիչ է։ Մենք նույնիսկ տեքստը ամեն անգամ գրելիս, որ թատրոնը 35 տարի սպասում էր շենքի, անverջ հուզվում ենք։ Եվ ինչպես Ֆաուստը ասում է, կանգ առ ակնթարթ, ինչքան սիրուն ես։ Մեզ համար իսկապես այս պահը անսահման գեղեցիկ է։ Որոշել ենք, որ թատրոնը պիտի բացվի առաջնախաղերով, ամեն ինչ պիտի նոր լինի, իհարկե հին ներկայացումներն պիտի ադապտացվեն այս բեմին, բայց այսօր սկսվում ենք Մետերլինկի Սուրբ Անտոնիոսի հրաշքը։ Ինչու այդ ներկայացումը, որովհետև թատրոնը ինքը հրաշք է եւ այդ ներկայացման մեջ թատրոնի մասին է եւ ուզում ենք պատմենք, թե ինչ հրաշք է թատրոնը։ Շենքի բացումը իրականացվում է փուլային տարբերակով։ Այս փուլում շահագործման է հանձնվել թատրոնի բնականon գործունեության համար անհրաժեշտ հիմնական հատվածը, իսկ առաջիկայում նախատեսվում են տեխնիկական ու բովանդակային բարելավումներ։ Սիրով պատրաստ ենք ընդունել մեր սիրելի հանդիսատեսին, որովհետև ավելի քան 6 ամիս մենք չենք ունեցել մեր տանիքը եւ շրջագայել ենք Հայաստանի եւ տարածքում եւ դուրս։ Մենք ունեցել ենք բազմաթիվ մարզային ծրագրեր այս ընթացքում, ինչպես նաեւ մասնակցել ենք բազմաթիվ միջազգային եւ հանրապետական փառատոների։ Ավելի քան 20,000 հանդիսատես ենք ունեցել մարզերում, որը կարելի ասել ինչ որ չափով ռեկորդային է մեկ կիսամյակի համար, այսպես ասած։ Այդ առումով գերակատարելով մեր տարեկան պլանը նույնիսկ։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանն իր խոսքում կարևորել է թատրոնի բացման պետական նշանակությունը, ընդգծելով, որ մշակութային օջախների զարգացմամբ է ամրապնդվում պետությունը։ Թատրոնի բացումը բնականաբար ոչ միայն թատերական ոլորտի գործն է կամ ոչ միայն թատերական ոլորտի ուրախությունն է, այլ մեր ամբողջ հասարակության եւ ամբողջ մեր երկրի, քանի որ թատրոն, դպրոց, մանկապարտեզ, մշակույթի կամ կրթական օջախներ բացելով մենք մեր երկիրն ենք զարգացնում, մենք մեր երկիրն ենք ու պետությունն ենք ամրապնդում այդ վայրերով, որտեղ որ լինելու է կրթություն, որտեղ որ լինելու է մշակույթ, որտեղ որ հանրահռչակվելու է մերը, որտեղ որ մեր կատարողական արվեստը, մշակույթը եւ ընդհանրապես արվեստները եւ կրթությունը եւ որտեղ այս վայրերում լինելու են ուրեմն զարգացումներ մեր պետության եւ մեր մշակույթի։ Նոր շենքը կունենա 2 դահլիճ, մի քանի խաղային հարթակ, իսկ առաջիկայում նախատեսվում է նաև տանիքում մշակութային միջոցառումների համար նախատեսված բաց տարածքի ստեղծում։ Շենքը փուլ առ փուլ կդառնա լիարժեք հասանելի նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ 1991 թվականին հայ կինոյի եւ թատրոնի նախապետ Սոս Սարգսյանը հիմնադրեց Համազգային թատրոնը, իր շուրջը համախմբելով Հրաչյա Գասպարյանին, Մայիս Կարագյոզյանին, Շահում Ղազարյանին, Կարեն Ջանիբեկյանին, Դավիթ Հակոբյանին եւ բազմաթիվ այլ տաղանդավոր դերասանների։ 2003 թվականին թատրոնը ստացավ պետական կարգավիճակ, սակայն երկար տարիներ մնաց առանց սեփական շենքի։ Երկար դեգերումներից հետո Համազգային թատրոնը վերադարձել է տուն, որտեղ ոչ միայն կշարունակի ստեղծագործել, այլև կներկայացնի հայկական թատրոնը աշխարհի տարբեր երկրներում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Տեղի է ունեցել հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի ստորագրման արարողությունը, որի նպատակն է աշխատողների եւ գործատուների միջև փոխադարձ վստահության եւ պատասխանատվության մակարդակի բարձրացումը եւ սոցիալական արդարության ամրապնդումը։ Նախորդին տեղի ունեցավ հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի ստորագրման արարողությունը, որի մասնակից կողմերն են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ԻԴՄՍ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Հայաստանի արմիությունների կոնֆեդերացիան եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը։ Ըստ շահագրգիռ կողմերի հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը արտացոլում է պետության աշխատողների եւ գործատուների միջև ձևավորված փոխադարձ վստահության եւ պատասխանատվության բարձր մակարդակը, որն իր հերթին ամրապնդում է իրավական գործնական այն մեխանիզմները, որոնք նպաստում են արժանապատիվ աշխատանքի, սոցիալական արդարության եւ տնտեսական արդյունավետության համալրմանը։ Ստորագրման արարողությանը ներկա կառավարության ներկայացուցիչ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կարևորեց նման նախաձեռնությունները, ընդգծելով, որ փաստաթղթի առանցքային նպատակը աշխատողների եւ գործատուների շահերի հավասարակշռված պաշտպանությունն ու նրանց միջև վստահելի եւ արդյունավետ երկխոսության կառուցումն է։ Նախարարն իր խոսքում նշեց, որ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացումը եւ աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների շարունակական բարելավումը կառավարության ծրագրի առաջնահերթություններից է։ Մենք լիահույս ենք, որ հանրապետական կոլեկտիվ պայմանագիր եւ դրա շրջանակում ձևավորվող հանրապետական եռակողմ հանձնաժողովը կլինի եւս մեկ հարթակ, որը հնարավորություն կտա համապարփակ քննարկել սոցիալ աշխատանքային եւ սոցիալ-տնտեսական հարաբերությունները։ Հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ գտնել փոխհամաձայնեցված լուծումներ ազգային ծրագրերին եւ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Մենք նաև ակնկալում ենք, որ այս պայմանագրի շրջանակում եւս կունենանք արդյունավետ համագործակցություն, իրական եւ շոշափելի արդյունքներ, որոնք կնպաստեն աշխատողների եւ գործատուների շահերի պաշտպանությանն ու մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Հայաստանի արմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի կարծիքով է սոցիալական գործընկերությունը պետության աշխատողների եւ գործատուների միջև ոչ միայն գործակցության հարթակ եւ ձևաչափ է, այլ կայուն զարգացման սոցիալական արդարության արժանապատիվ աշխատանքի երաշխիք, որը նպաստում է պետություն գործատու հարաբերությունների զարգացմանը։ Եռակողմ կոլեկտիվ պայմանագիրը վկայում է մեր ընդհանուր պատրաստակամության մասին, կառուցելու փոխվստահության, երկխոսության եւ պատասխանատվության վրա հիմնված աշխատանքային հարաբերություններ։ Հավելենք, որ կառավարության եւ սոցիալական գործընկերների հետ հանրապետական կոլեկտիվ առաջին պայմանագիրը կնքվել է դեռևս 2009 թվականի ապրիլի 27-ին, իսկ Հայաստանի Հանրապետությունը դեռ 1992 թվականից անդամակցում է աշխատանքի միջազգային կազմակերպությանը։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Իրանը Միացյալ Նահանգների կողմից իրականացված ցանկացած հարձակում անկախ դրա մասշտաբից եւ ձևաչափից կդիտարկի պատերազմի սանձազերծում եւ կպատասխանի ամենակոշտ ձևով։ Նյու Յորքում լրագրողների զրույցում հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ բանակցել սովորական սպառազինությունների, այդ թվում հրթիռային ծրագրի շուրջ։ Միևնույն ժամանակ Թեհրանը պատրաստ է քննարկել այն պայմանները, որոնք կերաշխավորեն երկրի իրավունքը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համար։ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում նաև միակողմանի պատժամիջոցների ձևով իրականացվող ահաբեկչության դադարեցումը։ Պաշտոնյանն ընդգծել է, որ Իրանը պատրաստ չէ բանակցությունների, որոնք ի սկզբանե դատապարտված են ձախողման եւ կարող են օգտագործվել որպես նոր պատերազմի պատրվակ։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Աբու Դաբիում հունվարի 23-ի երեկոյան մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների առաջին եռակողմ հանդիպումը։ 10-ի փոխանցման բանակցություններն ընթանում են խիստ փակ ռեժիմով, առանց մամուլի մասնակցության եւ կշարունակվեն 2 օր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի ուշ նշել է, որ քննարկվում են պատերազմի դադարեցման պայմանները, սակայն արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն առաջիկա ժամերին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների հետևանքով զոհվել է 3117 մարդ։ Նրա խոսքով զոհերի թվում են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Արաղչին տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Նա ներկայացրել է նաև երկրում վերջին ցույցերի ընթացքում պատճառված նյութական վնասների ծավալը։ Նրա խոսքով վնասվել են հարյուրավոր պետական եւ մասնավոր օբյեկտներ, այդ թվում բանկեր, դպրոցներ, մզկիթներ եւ ոստիկանական բաժանմունքներ։ Սիրիայի անցումային կառավարության ներքին գործերի նախարարությունը վերահսկողություն է հաստատել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ռաքքա նահանգի Ալ-Ակթան բանտի նկատմամբ, որտեղ նախկինում անվտանգությունն ապահովում էին քրդերի գլխավորած սիրիական ժողովրդավարական ուժերը։ Տեղական իշխանությունների տվյալներով բանտում պահվում է շուրջ 2000 կալանավոր, սակայն իսլամական պետության անդամների թիվը չի հրապարակվում։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ուսումնասիրում են պահման պայմանները, իսկ անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել են հակաահաբեկչական մասնագիտացված խմբեր։ Քրդական ուժերի դուրսբերումը բանտից սկսվել է 5-շաբթի օրը, որի ընթացքում մոտ 800 աշխարհազորայիններ տեղափոխվել են Այն Ալ-Արաբի շրջան։ Ֆրանսիայի ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը, հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Յաել Բրոն-Պիվենը։ Նրա խոսքով նախաձեռնությանը կողմ է քվեարկել 142 падգամավոր, մինչդեռ ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 289 ձայն։ Բանաձևը ներկայացրել էր ձախակողմյան անհնազանդ Ֆրանսիա կուսակցությունը, վարչապետին ու կառավարությանը մեղադրելով Եվրամիության եւ Մերկոսուրի միջև առևտրային համաձայնագրի ստորագրումը կանխելու հարցում անբավարար քայլերի համար։ Կառավարությունն այսպիսով պահպանել է իր լիազորությունները։ Թուրքիայի Բալքեսիր նահանգի Սնդերի քաղաքում տեղի ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 00:24-ին եւ զգացվել մի շարք քաղաքներում, այդ թվում Ստամբուլում եւ Իզմիրում։ Այս պահին զոհերի կամ ավիրացությունների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվում։ Թուրքիայի արտակարգ ծառայությունները շարունակում են հետևել իրավիճակին։ Այսքան այն ժամի համար կհանդիպենք։